Ողջույն, այսօրվա մեր թեման է օքսիդավերականգնման ռեակցիաներ։ Այն ռեակցիաները, որոնք ընթանում են նյութի բաղադրությունում առկա ատոմների օքսիդացման աստիճանի փոփոխությամբ, անվանում են օքսիդավերականգնման կամ օքսիդացման վերականգնման ռեակցիաներ։ Այն նյութերը, որոնց մոլեկուլներն իրենց օքսիդացման աստիճանը փոքրացնող ատոմներ են պարունակում, անվանում են օքսիդացողներ, օքսիդիչներ, իսկ իրենց օքսիդացման աստիճանը մեծացնող ատոմներ պարունակող նյութերը վերականգնողներ, վերականգնիչներ։ Այժմ ուսումնասիրենք ալյումինի օքսիդացման երևույթի օրինակով։ Ալյումինի օքսիդացման աստիճանը 0 է, թթվածինը նույնպես։ Ալյումինի օքսիդում ալյումինը փոխում է օքսիդացման աստիճանը դարձնելով +3, իսկ թթվածնի օքսիդացման աստիճանը -2։ Փոխվել են ալյումինի և թթվածնի օքսիդացման աստիճանները։ Օքսիդավերականգնման ռեակցիաները ընթանում են երկու կիսառեակցիաներով, որոնք չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի։ Ռեակցիաների երկու կողմերն էլ համարվում են կիսառեակցիաներ։ Ալյումինի օքսիդացման աստիճանը 0 էր, հետո դարձավ +3։ Դա նշանակում է, որ ալյումինը բարձրացնում է օքսիդացման աստիճանը տրամադրելով էլեկտրոն։ Էլեկտրոն տրամադրող տարրի ատոմը բարձրացնում է իր օքսիդացման աստիճանը, օքսիդանում է։ Եվ գրում ենք կիսառեակցիայում, որը տրամադրել է 3 էլեկտրոն, տեղի է ունենում օքսիդացում։ Երկրորդ կիսառեակցիայում թթվածինը, որի օքսիդացման աստիճանը 0 է, քիմիական ռեակցիայի ընթացքում վերահացվում թթվածնի, որի օքսիդացման աստիճանը -2 է։ Այստեղ ուշադրություն ենք դարձնում ինդեքսին։ Թթվածնի մոլեկուլը կազմված է երկու ատոմից։ Այդ իսկ պատճառով երկու գործակիցը դրվում է թթվածնի դիմաց, որի օքսիդացման աստիճանը -2 է։ Քանի որ մասնակցում է երկու ատոմ, ուրեմն մենք թթվածնի ատոմին տրամադրում ենք 4 էլեկտրոն, թթվածինը վերցնում է այս 4 էլեկտրոնը տրամադրված և վերցված էլեկտրոնների միջին թվաբանականը։ Այս օրինակում ընտրում ենք 12-ը։ Այդ միջին թիվը բաժանում ենք ալյումինի տրամադրած էլեկտրոնների թվին, ստանում 4 և գրում ենք ալյումինի դիմաց։ Հետո այդ թիվը բաժանում ենք թթվածնի վերցրած էլեկտրոնների թվին և գրում ենք թթվածնի դիմաց։ Այդ թվերի օգնությամբ մենք էլեկտրոնային հաշվեկշռի միջոցով կարող ենք գործակիցները տեղադրել ատոմների դիմաց։ Ռեակցիայի սկզբնանյութերի մոտ 4-ը դրվում է ալյումինի դիմաց, իսկ 3-ը թթվածնի դիմաց։ Իսկ ռեակցիայի վերջնանյութում դրվում է երկու գործակիցը, որով հավասարվում են ռեակցիաների ելանյութերի և վերջանյութերի ատոմների թիվը։ Եվ ահա, օքսիդավերականգնման ռեակցիաների հավասարումների կազմը հիմնված է ռեակցիայի ընթացքում յուրաքանչյուր քիմիական տարրի ատոմների թվի և լիցքի պահպանման սկզբունքներով։ Լիցքի պահպանման սկզբունքից հետևում է, որ վերականգնողի տրամադրած էլեկտրոնների ընդհանուր թիվը պետք է հավասար լինի օքսիդացնողների ստացած էլեկտրոնների թվին։